Հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, պետության զարգացման առաջընթացին և կայուն տնտեսական աճի համար երկրի ներսում անհրաժեշտ է տեղի ունեցող գործընթացները լինեն կայուն, քանի որ պետության ներքաղաքական կյանքի կայունությամբ է պայմանավորված երկրի միջազգային հեղինակությունը, տնտեսական և գործարար միջավայրի կայունությունը, արտահանման և ներմուծման ծավալները և ամենակարևորը բանակի միակ անվտանգության երաշխիքի անսասանությունն ու մշտապես հզորացումը։ Ընտրություններից առաջ մեկնարկում են գործընթացներ, որոնք ոչ միշտ են հասկանալի լինում քաղաքացիներին և հաճախ տարակուսանքի տեղիք տալիս բնակչության մոտ։ Յուրաքանչյուր ընտրությունից առաջ երկրի ներսում հոգեբանական կարծրատիպ է ձևավորվում և դրդում բնակչությանը թևակոխելու սպասողական վիճակի, ինչը անթույլատրելի է և խոչընդոտում է այն դրական տնտեսական և քաղաքացիական վերելքին, որը առկա է լինում այդ պահին երկրի ներսում։ Չի կարելի թույլ տալ ընտրությունների կամ քաղաքական այլ կարևորագույն պրոցեսների ժամանակ երկրի բնականոն զարգացման տեմպերի փոփոխումը, որը որպես կանոն լինում է հետընթաց, այլ ոչ թե առաջընթաց։ Մարդկային բարոյական արժեքները անփոփոխ են և մնայուն։ Կան քաղաքական կուսակցություններ և ղեկավարներ, որոնք կամուրջ են անցյալի ու ներկայի հետ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, նրա նախագահ Գայիկ Ծառուկյանը ներկայի և ապագայի կարմուրջն է, մնայուն գործերով և բարոյական կերպարով։ Ուղղորդվելով և օրինակ լինելով ժողովրդի համար վճռական ենք, բայց ուժեղին հանդուրժող և ներողամիտ։ Քաջ գիտակցում ենք, որ շրջապատված ենք երկրներով, որոնց հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ։ Պիտի միշտ լինենք համերաշխ, առաջին հերթին երկրի ներսում, որպեսզի յուրաքանչյուրը համոզվի, որ խնդիրները կարգավորվում են և կա վճռականություն լրացնելու առկա բացերը երկրի բոլոր համակարգերում։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար պիտի հասկանալի և թափանցիկ լինեն բոլոր այն գործընթացները, որոնք տեղի ունեն մեր հանրապետությունում։ Մեր կուսակցության վարած քաղաքականությունը ընկալելի և թափանցիկ է բոլորի համար, որով մենք հպարտանում ենք և զգալով այն մեծ վստահությունը, որը կա մեր քաղաքացիների սրտերում, մեզ ավելի է ոգևորում և դրդում ավելի շատ աշխատելու հանուն մեր պետության, հանուն մեր ժողովրդի։ Շնորհակալություն։